Ադրբեջանից պետք է հատկապես Ալիևը, բայց նաև այլ պաշտոնյաներ ևս պետք է շատ զգույշ լինեն իրենց մոտեցումներում եւ նրանում, որ հիմնվում են պատմական հնարավորությունների, պատմական փաստերի վրա։ Մյուս կողմից պետք է նշել, որ գործընթացը ինքնին բավական խրթին է եւ նման բարդ իրավիճակում, բարդ պայմաններում ակնհայտ է, որ ամեն ինչ չէ, որ այդպես հարաճյուղի նման է ընթանալու։ Եվ ամեն դեպքում այդ խոսույթը ավելի շատ ներքին լսարանի համար է, թե արտաքին, որովհետև ինչպես բանախոսներից մեկն էլ նկատեց, այստեղ ներկաներից մեկը, որ ներքին լսարանի համար կարծես թե այլ խոսույթ է կիրառվում, հետո արտասահմանում երկրի սահմաններից դուրս լրիվ հակառակ խոսույթը խաղաղարար, այսպես սա ինչ միտում ունի եւ արդյոք կարող ենք ենթադրել, որ սա միայն ներքին լսարանին ճակերտավոր ասած կերակրելու համար է, թե նման ենթադրություններ անել պետք չէ։ Ես այդպես հստակ տարաբաժանում չէի դնի, Ալիևը բավական լավ պատկերացնում է, թե ինչ է ասում, որտեղ, երբ եւ ինչու։ Մենք համոզվել ենք, որ Ալիևը խորամանկ քաղաքական գործիչ է եւ նա կարողանում է այնպես անել, որ իրավիճակը դուրս չգա իր վերահսկողությունից, ոչ այս կողմ, ոչ էլ մյուս կողմ։ Եթե վաղը պետք լինի, նույն Ալիևը կարող է հակադարձ հայտարարություններ անել կապված խաղաղության հետ եւ մենք դա տեսել ենք, թե օգոստոսի 8-ին, թե դրանից հետո, այնպես որ Ալիևի խոսույթը պետք չէ դիտարկել հստակ մեկ չափման մեջ, իրականում Ալիևը փորձում է խաղի տրամաբանությունում այնպես անել, որ լավատեսական հնարավորությունները չափից շատ չլինեն կամ լավատեսական սպասումները չափից շատ չլինեն